Տունը մարդկանց, ոչ թե կորպորացիաներին։ Դոնալդ Թրամփն առաջարկում է թեթևացնել հիփոթեքի բեռը, մատչելի տուն, թե երկար տարիների պարտք։ Սառը ցնցուղ վարկային քարտերին Թրամփը խոսում է 10%-անոց շեմի մասին, իսկ բանկերն արդեն հաշվում են կորուստները։ Նյու Յորքում հատվում են կարմիր գծերը, 15,000 բուժքույր գործադուր է հայտարարել, պահանջելով ոչ թե խոստումներ, այլ արդար պայմաններ։ Միջազգային ճակատում կարմիր գիծը մոտենում է, Թրամփը զգուշացնում է Իրանին շատ կոշտ տարբերակների մասին, խոսում հնարավոր հարվածների, բանակցությունների ու ուժի լեզվով պատասխանների մասին։ Լոս Անջելեսում խաղաղ ցույցի ժամանակ յուղալ բեռնատարը մխրճվել է բազմության մեջ, քննությունն ընթանում է։ Եվ վերջում օլիմպիական LA28-ի տոմսերը խաղարկությամբ ռեկորդային քանակով ու $28 սկսվող գնով։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ նախապես շնորհակալ եմ ձեր դրական արձագանքների համար։ Շնորհակալ եմ, որ շարունակաբար ալիքին բաժանորդագրվում են նաեւ մեր աշխատանքը գնահատողները։ Շնորհակալ եմ, որ հավանում եք մեր ալիքը եւ շարունակում դիտել։ Եվ սկսենք լուրերը։ Միացյալ Նահանգներում բնակարանային շուկայի շուրջ քննարկումները նոր թափ են ստացել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ըստ նրա նպատակ ունեն թեթևացնել բնակարան գնելու ֆինանսական բեռը ամերիկացիների համար։ Բնակարանների գները շարունակում են թեև բարձր մնալ, իսկ հիփոթեկային տոկոսադրույքները սեփական տուն ունենալը դարձնում են գրեթե անհասանելի շատ ընտանիքների համար։ Թրամփը առաջարկում է արգելել խոշոր ինստիտուցիոնալ ներդնողներին գնել մեկ ընտանիքի համար նախատեսված տներ, պնդելով, որ տներում պետք է ապրեն մարդիկ, ոչ թե կորպորացիաները։ Նա նաև հայտարարել է, որ դաշնային կառավարությունը կարող է ձեռք բերել շուրջ $200 միլիարդ հիփոթեկային պարտատոմսեր, նպատակ ունենալով նվազեցնել վարկերի տոկոսադրույքները եւ բարձրացնել բնակարանների մատչելիությունը։ Նրա խոսքով սա մատչելիությունը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկն է։ Փորձագետները սակայն զգուշացնում են, որ առաջարկվող քայլերը հիմնականում անդրադառնում են պահանջարկին եւ չեն լուծում շուկայի հիմնարար խնդիրը՝ բնակարանների պակասը։ Միացյալ Նահանգներում գնահատականների համաձայն պակասում է մոտ 4 միլիոն տուն։ Այդ պակասը ձևավորվել է դեռևս 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, տարիներ շարունակ թերի կառուցապատման, ինչպես նաև այն հանգամանքի պատճառով, որ շատ սեփականատերեր չեն շտապում վաճառել իրենց տները, պահպանելով նախկինում ֆիքսված ցածր տոկոսադրույքները։ Բարձր հողային արժեքները եւ տեղական մակարդակով սահմանվող կոտիավորման կանոնները եւս դժվարացնում են նոր շինարարությունը։ Միաժամանակ Թրամփը շրջանառության մեջ է դրել եւս մեկ վիճահարույց գաղափար՝ 50 տարվա հիփոթեկային վարկի թույլատրումը։ Նախաձեռնության նպատակը ամսական վճարների նվազեցումն է, սակայն տնտեսագետներն ընդգծում են, որ երկարաժամկետ կտրվածքով նման վարկերը զգալիորեն մեծացնում են վճարվող ընդհանուր տոկոսների չափը եւ կարող են լուրջ ռիսկեր ստեղծել ինչպես վարկառուների, այնպես էլ վարկատուների համար։ Ըստ Ֆանի Մեյի հիփոթեկային հաշվիչը ցույց է տալիս հետևյալը. $500,000 արժողությամբ 30 տարվա վարկը մոտ 63%-ով ենթադրում է շուրջ $3,101 ամսական վճարում եւ մոտ $616,000 ընդհանուր տոկոսներ։ Նույն չափի 50 տարվա վարկը մոտ 6.8%-ով իջեցնում է ճիշտ է ամսական վճարումը մոտ $2,932, սակայն ընդհանուր վճարվող տոկոսները կարող են գերազանցել 1.2 միլիոն $։ Փորձագետների մեծ մասը համաձայն է, որ թեև Թրամփի առաջարկները կարող են կարճաժամկետում փոքր դրական ազդեցություն ունենալ, բայց իրական եւ երկարատև լուծում հնարավոր է միայն բնակարանների առաջարկի ավելացման միջոցով։ Առանց այդ խնդրի լուծման բնակարանների մատչելիության ճգնաժամը նրանց կարծիքով կշարունակի մնալ ամերիկյան տնտեսության ամենացավոտ հարցերից մեկը։ Եվս մեկ ֆինանսական թեմայով ֆինանսական հատվածի բաժնետոմսերը, այդ թվում Մեծ Բրիտանիայում ցուցակված ամերիկյան բանկերի արժեթղթերը նվազել են ճնշում գործադրելով համաշխարհային բորսայական ինդեքսների վրա։ Բայց ինչ թե կարևոր, ներդրողները մտահոգվում են նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, որով նա առաջարկել է սահմանել վարկային քարտերի տոկոսադրույքների առավելագույն նոր ցածր շեմ 10%։ Ներդրողների գնահատմամբ նման քայլը կարող է վտանգել ոլորտի եկամուտների առանցքային աղբյուրներից մեկը։ Ավելի վաղ նախագահն ասել էր, որ ցանկանում է հունվարի 20-ից սահմանել վարկային քարտերի տոկոսադրույքների 10%-անոց առավելագույն շեմ, սակայն չի հստակեցրել, թե ինչ մեխանիզմներով է նախատեսում պարտադրել ընկերություններին ենթարկվել այդ սահմանափակմանը։ Որոշ վերլուծաբաններ նշում են, որ տոկոսադրույքների նման սահմանափակումը կպահանջի օրենսդրական գործընթաց եւ կարող է դուրս լինել նախագահի լիազորությունների շրջանակից։ Մեկ այլ առաջատար վերլուծական ընկերություն էլ ընդգծում է, որ 10%-անոց շեմը զգալիորեն ցածր է Միացյալ Նահանգներում վարկային քարտերի միջին տոկոսադրույքներից, որը
Առհասարակ հիմա 21-ից 23% շրջակայքում է։ Նյու Յորքում այսօր խոշոր 3 հիվանդանոցային համակարգերի շուրջ 15,000 բուժքույր գործադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ հանգստյան օրերին ընթացած բանակցություններում չեն ասել պայմանագրային համաձայնության։ Բուժքույրերը հավաքվել են պիկետների վանկարկելով արդար պայմանագիր։ Հիվանդանոցները շարունակում են թեև աշխատել, սակայն ժամանակավոր բուժքույրեր են ներգրավված բուժանձնակազմի պակասը լրացնելու համար։ Գործադուլը վերաբերում է մասնավոր ոչ շահութաբեր հիվանդանոցներին, ոչ թե քաղաքային կառույցներին։ Այնուամենայնիվ, իրավիճակը դիտարկվում է որպես լուրջ փորձություն Նյու Յորքի նոր քաղաքապետ Զորամ Մամդանիի վարչակազմի համար։ Վերջինս միացել է գործադուլին եւ հայտարարել. «Մեր քաղաքի ամենադժվար պահերին բուժքույրերը միշտ եկել են աշխատանքի։ Նրանց արժեքը սակարկման թեմա չէ, նրանց արժանիքը քննարկման ենթակա չէ։ Մենք գիտենք, որ սեպտեմբերի 11-ին հենց բուժքույրերն էին, որ օգնություն էին ցուցաբերում վիրավորներին։ Մենք գիտենք, որ համաշխարհային համաճարակի ընթացքում հենց բուժքույրերն էին, որ գալիս էին աշխատանքի նույնիսկ սեփական առողջության հաշվին։ Մինչդեռ հիվանդանոցներից մեկի գլխավոր տնօրենը, որտեղ այսօր գտնվում ենք, նախորդ տարի ստացել է $26 միլիոն աշխատավարձ։ Իսկ այս գործադուլի մասնակցող 15,000 բուժքույրերից շատերը այսօր դժվարանում են անգամ փակել իրենց հիմնական ծախսերը։ Նյու Յորքի բնակիչներն իրավունք ունեն որակյալ բուժօգնության եւ այդ նույն իրավունքն ունեն նաեւ բուժքույրերը, որոնք այդ խնամքը մատուցում են։ Որպես քաղաքապետ իմ պարտավորությունն է պաշտպանել այդ երկու իրավունքներն։ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն էլ պետական առողջապահական ծառայության ներկայացուցիչները ուղղել հիվանդանոցներ հիվանդների խնամքի ընթացքը վերահսկելու համար եւ կոչ է արել կողմերին հասնել արագ համաձայնության։ Բուժքույրերի պահանջները տարբեր են ըստ հիվանդանոցի, սակայն հիմնական հարցերը նույնն են՝ անձնակազմի անվտանգ քանակ, ծանրաբեռնվածության նվազեցում, աշխատավայրի անվտանգություն եւ արհեստական բանականության կիրառման սահմանափակումներ։ Ըստ հիվանդանոցների ներկայումս միջին տարեկան աշխատավարձը կազմում է մոտ $160,000, իսկ կարմիրության պահանջների դեպքում այն կարող է հասնել $220,000-ից $275,000 մի քանի տարվա ընթացքում։ Թույլ տվեք շատ արագ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին եւ շարունակենք լուրերը։ Հաջողության համար շնորհակալ ենք Monarch Laundry-ին, որի QR կոդով կարող եք ներբեռնել հավելվածն ու ազատվել լվացքի հոգսից։ Շնորհակալ ենք Cosmo Palace ռեստորանն and Banquet Hall-ին, շնորհակալ ենք Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներին եւ իհարկե շնորհակալություն Gary's Mom's Bakery-ին։ Ու ինչպես նշեցի, արագ շարունակենք։ Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ Air Force One-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ Իրանի գործողությունները սկսում են հատել կարմիր գիծը եւ որ Վաշինգտոնը դիտարկում է շատ կոշտ տարբերակներ։ Իրանին անդրադառնալով Թրամփը նշել է, որ կան զոհեր եւ որ երկրի ղեկավարությունը նրա խոսքով իշխում է բռնությամբ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը ուսումնասիրում են իրավիճակը, իսկ վերջնական որոշումը դեռևս չի կայացվել։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան։ Զինվորականներն ուսումնասիրում են իրավիճակը եւ մենք քննարկում ենք շատ ուժեղ տարբերակներ, կկայացնենք համապատասխան որոշում, ասել է նախագահը։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփը հրաժարվել է մանրամասնել, թե կոնկրետ ինչ ռազմական տարբերակների մասին է խոսքը, նշելով, որ չի պատրաստվում հրապարակավ քննարկել հարվածների ուղղությունը, ժամանակը կամ տարբերակը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը զանգահարել է եւ ցանկություն հայտնել բանակցելու միջուկային ծրագրի շուրջ։ Նրա խոսքով հանդիպում է նախապատրաստվում, սակայն չի բացառվում, որ մինչև այդ Միացյալ Նահանգները ստիպված լինի գործողությունների դիմել։ Թրամփը զգուշացրել է, որ եթե Իրանը հարվածի ամերիկյան կամ դաշնակիցների ռազմական կամ առևտրային օբյեկտներին, պատասխանը կլինի այնպիսի ուժով, որ նրանք չեն հավատա։ Վենեսուելայի հարցով նախագահը նշել է, որ նոր հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ որ Միացյալ Նահանգները լավ համագործակցություն ունի երկրի ներկայիս ղեկավարության հետ։ Նա հաստատել է, որ Վենեսուելայից Միացյալ Նահանգները ուղարկում շուրջ 50 միլիոն բարել նավթ, մոտ $4.2 միլիարդ ընդհանուր արժեքով։ Թրամփը նաև անդրադարձել է Կուբային, նշելով, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հավանայի հետ եւ շուտով կհայտնի դրանց արդյունքների մասին։ Նա ընդգծել է, որ վարչակազմի առաջնահերթություններից է պաշտպանել Միացյալ Նահանգներում բնակվող կուբացի ներգաղթյալների շահերը։ Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփը կրկնել է նախկին կոշտ դիրքորոշումը, հայտարարելով, որ եթե Միացյալ Նահանգները չվերցնի վերահսկողությունը այդ տարածքի նկատմամբ, ապա դա կանի Ռուսաստանը կամ Չինաստանը։ Ներքին քաղաքական թեմաներին անդրադառնալով Թրամփը պաշտպանել է իրավապահ մարմիններին, այդ թվում ներգաղթի ծառայության աշխատակիցներին, եւ հայտարարել, որ նրանք ենթարկվում են մշտական ճնշման եւ սպառնալիքների։ Նա ընդգծել է, որ օրենքի կիրառումը չի կարող թույլ լինել։
300-ավոր մարդիկ հավաքվել էին Վեսթվուդում, որը հայտնի է որպես Իրանից դուրս ապրող ամենամեծ իրանական համայնքներից մեկի կենտրոն։ Ցուցարարները հանդես էին գալիս Իրանի իշխանությունների դեմ, դատապարտելով բռնաճնշումները, զոհերը եւ ազատությունների սահմանափակումը։ Ցույցի ընթացքում բազմաթիվ մասնակիցներ ծածանում էին Իրանի դրոշը նախաիսլամական հեղափոխության տարբերակով, ինչպես նաեւ հնչեցնում էին կարգախոսներ ընդդեմ ներկայիս ռեժիմի։ Ակցիան խաղաղ բնույթ ուներ եւ ուղղված էր միջազգային ուշադրություն հրավիրել Իրանում շարունակվող իրադարձությունների, սակայն ցույցի ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվեց։ Յուհալ բեռնատար մեքենան մխրճվեց ցուցարարների բազմության մեջ, ստիպելով մարդկանց խուճապահար փախչել ճանապարհից։ Ոստիկանության տվյալներով մերթ մարդ է հարված ստացել մեքենայից, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել, եւս 2 անձ սեղմվել են մարդկանց մեջ, բայց հրաժարվել են բուժօգնությունից։ Բեռնատարը կանգնեցվել է դեպքի վայրից մի փոքր հեռու, ցուցարարների մի մասը փորձել է դուրս հանել վարորդին, որը կանխել է արդեն ոստիկանությունը։ Միջադեպից հետո վարորդը հայտնվել է ոստիկանության հսկողության տակ, նրա ինքնությունը պաշտոնապես դեռևս չի հրապարակվել։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ գործը գտնվում է քննության փուլում եւ քննարկվում է մահացու զենքով հարձակման հնարավոր մեղադրանք առաջադրելու տարբերակը։ Իրավապահների ձևակերպմամբ տվյալ դեպքում մահացու զենքը համարվում է հենց օգտագործված տրանսպորտային միջոցը։ Ուշագրավ է բեռնատարի վրա փակցված պաստառը, որի վրա գրված էր. «Ոչ շահին, ոչ ռեժիմին, ԱՄՆ մի կրկնիր 1953-ը, ոչ մոլլաներին»։ Այս գրությունը հղում է 1953 թվականի Միացյալ Նահանգների աջակցությամբ իրականացված հեղաշրջմանը Իրանում, որի հետևանքով տապալվեց վարչապետ Մոհամմադ Մոսադեղը։ Այդ իրադարձությունը պատմաբանների կողմից հաճախ դիտարկվում է որպես այն գործողությունների կամ գործընթացների սկիզբ, որոնք հետագայում էլ հանգեցրեցին 1979 թվականի իսլամական հեղափոխությանը։ Եվս մեկ թեմա Իրանի մասին, Իրանի շուրջ լարվածությունը վտանգավոր կերպով մոտենում է պայթյունային կետի։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ռազմական գործողություններով այն ռեժիմի դեմ, որը դաժան ճնշումների ընթացքում անողոքաբար ուղղակի կոտորում է հարյուրավոր սեփական քաղաքացիների բողոքի ցույցերը ճնշելու նպատակով։ Զարգացող ճգնաժամը երկիրը մցրել է նոր խիստ անկայուն փուլ, ինչի հետևանքով ակտիվ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե որքան ժամանակ դեռևս կարող է պահպանվել գործող ռեժիմը։ Վերջին 2 շաբաթների ընթացքում Իրանում տեղի են ունեցել վերջին տարիների ամենամասշտաբային հակակառավարական ցույցերը։ Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ իրենց զայրույթն ուղղելով դաժան ռեժիմի դեմ, որը իշխանության է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Առնվազն 496 ցուցարար է սպանվել այս ցույցերի ընթացքում, իսկ ավելի քան 10,600 մարդ ձերբակալվել։ Այս մտահոգիչ գնահատականները հրապարակվել են ԱՄՆ-ում գործող Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների կողմից։ Կազմակերպության վերջին տվյալներով զոհերի թիվը ավելի քան եռապատկվել է համեմատած հունվարի 11-ին հրապարակված թվերի հետ, երբ նույն հասարակական կազմակերպությունը հայտնել էր 162 զոհի մասին։ Հայտնվել են նաև ցնցող տեսանյութեր, որտեղ երևում են սգացող ընտանիքներ, որոնք Իրանում դիերի մեջ որոնում են իրենց հարազատներին։ Մարդու իրավունքների խմբերը զգուշացնում են, որ ընթանում է պետական մակարդակով կազմակերպված կոտորած։ Կառավարության արձագանքը որքան ավելի դաժան է դառնում, այնքան էլ ավելի են ընդլայնվում ցույցերը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է դրան։ Նրա խոսքով իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության տակ եւ Թեհրանը պատրաստ է բանակցությունների Վաշինգտոնի հետ։ Արաղչին նաև նշել է, որ բողոքի ցույցերը սկսվելուց ի վեր հրկիզվել է ավելի քան 50 մզկիթ եւ հավելել, որ ոչ մի իրանցի երբեք մզկիթ չի հրկիզի, հղում անելով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այսպես կոչված ճակերտավոր ահաբեկչությանը։ Իրանը նաև նախազգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգները հարված հասցնի Իսլամական Հանրապետությանը, ապա Իսրայելում գտնվող ամերիկյան զորքերը կդառնան օրինական թիրախներ։ Եթե հարձակում իրականացվի Իրանի վրա, ապա ինչպես օկուպացված տարածքները, այնպես էլ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական կենտրոնները, բազաներն ու նավերը կլինեն մեր օրինական թիրախները, հայտարարել է Իրանի խորհրդանի անդամներից մեկը։ Ռեժիմի դաժան արձագանքը զանգվածային բողոքներին ներառել է նաև ինտերնետային անջատումը։ Նախագահ Թրամփը հայտնել է, որ ծրագրում է խոսել միլիարդատեր Իլոն Մասկի հետ ինտերնետը վերականգնելու հնարավորության շուրջ SpaceX ընկերության արբանյակային ինտերնետ ծառայության Starlink-ի միջոցով։ Մենք կարող ենք փորձել ինտերնետը գործարկել, եթե դա հնարավոր լինի։ Հնարավոր է խոսենք Իլոն Մասկի հետ, որովհետև ինչպես գիտեք, նա շատ լավ է այդ ոլորտում, ասել է Թրամփը։ Փորձագետներն ասում են, որ Խամենեին կարող է բախվել նմանատիպ գործողության, ինչպիսին Միացյալ Նահանգներն իրականացրեց Վենեսուելայում։ Նրանց խոսքով շրջանառվում են լուրեր, որ ռեժիմի ներսում որոշ գործիչներ փորձում են կապ հաստատել ամերիկացիների հետ եւ հույս ունեն անել այն, ինչ Դելի Ռոդրիգեսը փորձեց անել Մադուրոյի դեմ։ Թեև առայժմ չկան նշաններ, որ անվտանգության ուժերը կամ գեներալները հրաժարվում են ռեժիմից։
Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ իր վիրտուալ օգնական Siri եւ iPhone-ում արհեստական բանականության հնարավորությունների զարգացման համար ապավինելու է Google-ի տեխնոլոգիաներին։ Երկու տեխնոլոգիական հսկաները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որ Apple-ը կօգտվի Google-ի Gemini արհեստական բանականության համակարգից։ Այս քայլը փաստացի ընդունում է այն, որ Apple-ը հետ է մնացել արհեստական բանականության մրցավազքում։ Մինչ Google-ը եւ Samsung-ը վերջին տարիներին ակտիվորեն ներդրել են AI լուծումներն իրենց սարքերում, Apple-ի խոստացված նորարարությունները դեռևս հիմնականում մշակման փուլում են։ Ամենախոցերի կետերից մեկը դարձել է Siri-ն։ Տարիներ շարունակ Apple-ը խոստացել էր վերափոխել ձայնային օգնականը, դարձնելով այն ավելի խոսակցական, ճկուն ու բազմաֆունկցիոնալ։ Սակայն այդ թարմացումները այդպես էլ չեն իրականացվել նախատեսված ժամկետներում։ Ընկերությունը դեռևս նախորդ տարի էր պաշտոնապես ընդունել, որ Siri-ի վերափոխումը հնարավոր է, որ ձգձգվի եւ հասնի մինչեւ 2026 թվականի վերջը։ Google-ը նույնիսկ թաքուն ծաղրել էր iPhone-ի AI սահմանափակումները իր Pixel հեռախոսների գովազդային արշավներում։ Apple-Google համագործակցությունը Google-ի համար դիտվում է որպես խոշոր հաղթանակ։ Վերլուծաբանների խոսքով սա Google-ի արհեստական բանականության տեխնոլոգիաների լեգիտիմացման կարևոր պահ է։ Վերջում մարզական մեկ լուր 2028 թվականի ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ երկրպագուներն այս շաբաթ առաջին անգամ հնարավորություն կունենան հերթագրվել տոմսերի գնման համար։ Տոմսերի խաղարկությանը մասնակցելու համար գրանցումը բացվում է հունվարի 14-ին։ Գրանցված անձինք կմտնեն վիճակահանության մեջ եւ կստանան պատահական նշանակված ժամանակային պատուհան տոմսեր գնելու համար։ Գրանցվել կարող է յուրաքանչյուրը, սակայն Լոս Անջելեսի եւ Օքլահոմա Սիթիի շրջակայքում ապրողները կունենան առավելություն։ Օքլահոմա Սիթին կընդունի կանոե սլալոմի եւ սոֆտբոլի մրցումները։ Վաղմուտքի համար Կալիֆոռնիայում անհրաժեշտ է ունենալ փոստային ինդեքս եւ վարկային քարտի վճարման հասցե Լոս Անջելես, Օրինջ, Ռիվերսայդ, Սան Բեռնարդինո եւ Վենտուրա շրջաններից մեկում։ Օքլահոմայի պահանջը վերաբերում է կանադյան եւ Քլիվլենդ շրջաններին։ Կազմկոմիտեն հայտարարել է, որ օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի համար նախատեսվում է վաճառքի անել շուրջ 14 միլիոն տոմս, ինչը ռեկորդային ցուցանիշ է եւ գերազանցում է Փարիզի օլիմպիական խաղերի 12 միլիոն տոմսի վաճառքը։ Մեկ տոմսի նվազագույն արժեքը կլինի $28, ինչպես օլիմպիական, այնպես էլ պարալիմպիկ խաղերի համար։ Բացի այդ, Teller 28-ը նախորդ տարի նոյեմբերին սկսել է դրամահավաք ծրագիր, նախատեսելով անվճար տոմսեր տրամադրել այն մարդկանց, որոնք ապրում են մրցումների անցկացման վայրերի հարևանությամբ։ Օլիմպիական խաղերը 2028 թվականի հուլիսի 14-ից մինչև հուլիսի 30-ն են, սակայն որոշ մարզաձևեր կմեկնարկեն ավելի վաղ, հուլիսի 12-ին։ 2028 թվականի օլիմպիական խաղերը լինելու են նաև պատմության ամենախոշորը, սպասվում է ավելի քան 11,000 մարզիկ 51 մարզաձևում։ Եվ այսօրվա համար էլ նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։